Զրուցում ենք Հայաքվե նախաձեռնության մամուլի պատասխանատու Դավիթ Սարգսյանի հետ։ Առավոտյան իմացանք, որ Ավետիք Չալաբյանին են ձերբակալել։ Կխնդրեմ ասեք, թե դեպքը առհասարակ ինչ պայմաններում է տեղի ունեցել եւ հիմնավորումը որն է, ինչ են արդեն հասել Ավետիք Չալաբյանին։ Դեպքը տեղի ունեցել, ինչպես վերջին շրջանում մեր իրավապահ կոչվող մարմիններին բնորոշ է, ամենանեգ պայմաններում վաղ առավոտյան ժամը 7-ին, երբ ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները քնած են, 7-8 հոգով քննչական կոմիտեից եւ ոստիկաններով ներխուժել են Չալաբյանի բնակարան, խուզարկել, ոչինչ չհայտնաբերելով առգրավել նրա հեռախոսը, ապա նրան ձերբակալել եւ տարել Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներից մեկը Մազմանյան փողոցում։ Հետո նրան տեղափոխել են Երևանի դատարանի կենտրոն նստավայր, այս բանի րոպեներանց կմեկնարկի դատաքննությունը, դատավոր Ջոն Հայրապետյանին է մաքրվել գործը, կալանքի միջնորդությունը ներկայացրել քննիչը, շինծու եւ մտածածին մի մեղադրանք, որ որևէ կերպ իրականությանը չի համապատասխանում, այս էլ արդեն երկրորդ անգամ Հայաքվեի համակարգող Չալաբյանին փորձում են դասագրել մի բան, որը նրա էությունից չափազանց հեռու է, այն է ընտրողների կամքի վրա ներազդեցություն։ Եվ ակնհայտ է, որ սա ընդդիմադիր ամենակազմակերպված, ամենահամակարգված, ամենաինստիտուցիոնալ կազմակերպություններից մեկը Հայաքվեն ճնշելու, մասնատելու, կազմալուծելու փորձ է, բայց ինչպես նախորդ անգամները չի ստացվել, այս անգամ էլ չի ստացվի եւ մենք ավելի ուժեղացած ու կազմակերպված դուրս կգանք այս մի փորձությունից։ Ավետիքի կամքն էլ բանկոտրում է, փաստաբանների միջոցով նա մեզ հաղորդել է ամուր լինել, կինք լինել, ինքը պատրաստ է կալանավորմանը, 2022-ին էլ է կալանավորվել 3 ամսով, այս մի փորձությունն էլ կանցնի։ Դավիթ, ձեր գնահատմամբ ինչ է իշխանությունը նման վարքագիծ դրսևորում, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր մի քանի ուժեր դիմել են սահմանադրական դատարան։ Այս ընթացքում ընդդիմադիրների դեմ այս քայլերը ինչպես կարող ենք որակել։ Սահմանադրական դատարան դիմելու մասին ձեր արձանագրումը շատ կարևոր էր, որովհետև ընդամենը 2 օրից այդ դատարանում պետք է լսվի 7 ընդդիմադիր ուժերի մեկ գործի մեջ ներառված դիմումը, ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու եւ նոր ընտրություններ նշանակելու կամ առնվազն բավականին մանդատները վերադարձնելու մասին, եւ Հայաքվեն վաղուց հայտարարել էր իր պատրաստակամությունը եւ նպատակասլացությունը այս գործում իրական մասնակցություն ունենալու։ Այսինքն օրինակ ժողովրդական զանգված մոբիլիզացնելու սահմանադրական դատարանի շենքի առջեւ, ցույց տալու, որ սահմանադրական դատարանը վարչախմբի դրան դատարանը չպետք է լինի, այլ պետք է հավատարիմ լինի իր կոչմանը։ Եվ ընդդիմադիր հիմնական կենտրոնների նկատմամբ ռեպրեսիաների ալիքի մեջ է տեղավորվում Չալաբյանի ձերբակալությունը։ Ավելի վաղ էլ մյուս ընդդիմադիր կենտրոնների առաջատար դեմքերի ձերբակալվել, ապա կանոնավորվել, եւ այս բան անազատության մեջ տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնք հավաքականորեն քաղաքական միտք են ներկայացնում, քաղաքական միտք են գեներացնում։ Չալաբյանը կհամալրի ցավոք նրանց շարքը, բայց եւ դրանից չի ընկճվի, մենք էլ շատ ավելի ուժեղացած այս փորձությունից դուրս կգանք։ Ինչպես ասացի, քիչ հետո դատական նիստն է լինելու, որևէ ակնկալիք կա, որ ճիշտ վճիռ որոշում կկայացվի այս մասով։ Ես մեկ բան կարող եմ ասել, ես վստահ եմ, որ վարչախումբը ամեն ինչ անում է դատարանին ճնշելու եւ Ավետիք Չալաբյանին անազատության մեջ ուղարկելու, նրան քաղաքական մտքից եւ հասարակությունից մեկուսացնելու համար։ Սա շատ ծիծաղելի է այն դեպքում, երբ իրական հանցագործները ազատության մեջ վխտում են, իսկ քաղաքականապես առողջ միտք արտադրող եւ մոբիլիզացիայի ունակ եւ բազմակերպչական հմտություններով օժտված առաջնորդները ձերբակալվում, մեկուսացվում, կալանավորվում են։ Թույլ տվեք որևէ բան դերևս չասել դատավորի մասին, հատկապես որ նրա մասնագիտական որակների մասին դատելու որևէ հիմքեր չունեմ, դա թողնում եմ փաստաբաններին, Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբին։ Մենք դատարանից արտարադատության ակնկալիք ունենք եւ քիչ անց գաղափարակից ընկերներով դատարանի առջեւ հավաքվելու ենք բացառապես արտարադատություն պահանջելու նպատակով։ Իսկ մինչ այս պահը Ավետիք Չալաբյանի հետ որևէ կերպ կապ հաստատել եք, խոսել եք իր հետ։ Միայն փաստաբանների միջոցով, իր հետ ուղիղ կապ հաստատել հնարավոր չէ, նրա հեռախոսն էլ արգրավված է, այս բանին էլ դատարանում սպասում է դատական նիստի սկսվելու։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։